Santa Maria Maggiore Vehashuk բազիլիկային ներս Տիրամոր պաշտպանող ըստվերի ներքո միասին կդոնախմբենք հավատքի պարգևը եւ հոգեվոր ժառանգությունը, որ մեզի փոխանցած է երջանկայիշադակ Ֆրանցիսկոս Պապը հույսին նվիրված Սուրբ Տարվա շրջակիցեն ներս, այս հույսը, որ երբեք չի հիասթափեցներ, մեզի գուղեկցի ուրախության եւ փորձության բահերուն, հրավիրելով մեզ վերապացահայտելու ուժն ու հավերժությունը։ Այս խոսքերով է, որ Դանընգիրիգիո Գաթողիկե հայոց Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքը սկսավ իր կարոզը Տիրամոր նվիրված Մարիա Մաջորե բազիլիկայի մեջ մատուցված հայաձես ցայնավոր Սուրբ եւ անմահ պատարագին ընթացքին, որ գայացավ երկուշաբթի 12 մայիսի ժամը 1-ին Արևելյան Գաթողիկե եկեղեցիներու հույսի հոպելենական Սուրբ Տարվան ծիրեններս եւ որուն իրենց մասնակցությունը բերին հայ Գաթողիկե եկեղեցվո եպիսկոպոսներ գեղերական դասի անդամներ ու տարբեր վայրերը ուխտակնացությամբ հռոմ ժամանած հայ կաթողիկե ուխտավորներ։ Ներկա էր նաև արևելյան եկեղեցիներու վերադեսուչ Վսեմաշուկ կարդինալ Կլաուդիո Կուջերոտին եւ վերադեսչության կարդուղար Կերաբայձար Միշել Ժալախ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սուրբ Աթորի մոտ հավատարմակրված դեսպան Դիար Բորիս Սահակյան, Իտալիո Հանրապետության մոտ հավատարմակրված դեսպան Դիար Վլադիմիր Կարապետյան եւ այլ դիվանագետներ ու Հռոմի մեջ արևելյան եկեղեցիները ներկայացնող բարձրաստիճան եկեղեցականներ։ Սուրբ Պատարագի երկեցողությունը կատարեցին Հռոմի քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի սաները, որոնք Մարեմյան տաճարը զարդարեցին հայկական շարականներ ու մեղեթիներով, հրաբուրելով այնտեղ ժամանած հազարավոր հավատացյալները, որոնք տաճարը կայցելեին նաև հարկանքի դուրք մատուցելու Սալուս Պաուպուլի Ռոմանի սրբապատկերը պահպանող խորանի կողքին։ Սուրբ զոհի ընթացքին իր արդասանած կարոզի մեջ գերերջանիկ հոգևորդերը դիմելով ներկաներուն ըսավ, «Դուք եկած եք այստեղ աշխարհի բոլոր անկյուններեն մղված այս հոպելենական դարին ապրելու խոր ցանկությամբ, շնորհքի, հոգևոր նորոգությամբ եւ վերածնունդի, որ հadouk արիթ է ազատվելու ադելության բոլոր ձևերեն»։ Ան ապահովում կատարեց Ֆրանցիսկոս Պապի կողմէ 2025 թվականի հոպելյանի համար ընտրած հույսի ուխտավորներ իմաստուն կարգախոսին, նշելով, որ այդ ընտրությամբ ան ցանկացավ յուրաքանչյուր հավատացյալի սրտի մեջ հարաճացնել հույսի եւ վստահության մթնոլորտը վերակառուցելու խոր ցանկություն, վերականգնելու համար մեր աշխարհին այնքան անհրաժեշտ հոգևոր վերածնունդը։ Ֆրանցիսկոս քահանայապետը գիտեր, թե ինչպես համատարած աղքատության ողբերգությունը անհաղթահարելի բադ ստեղծած է մեր եւ աղքատության մեջ ապրողներու միջև, թույլ չտալով միլիոնավոր այր մարդոց, կանանց եւ երեխաներուն ապրիլ Աստուծո կողմէ բոլորին ընձեռած արժանապատվությամբ։ Ճիշտ այս բազիլիկայի մեջ անգահանք չի, եւ անոր գործը մշտապես հիշելը նման է անոր նորեն ցայն տալու հարեց Աբա Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքը։ Ան հաստատեց այնուհետև, որ հույսը գծնի մեր ծննդյան բահուն, կսնվի մեր կյանքով, մեր երազանքներով եւ հաջողության, երջանկության եւ հոր մոտ վերադարձի մեր հույսերով, հարստացած փորձառություններով եւ հոգեվոր արժեքներով եւ մեզի հետ տանելով այս կյանքի բարգեւներն ու բարի գործերը, որբեսի արադացիռնորեն արձագանքենք մեզի վստահված կոչումին։ Մենք հայ արևելյան Գաթողիկե եկեղեցվո զավակներս, հավատքի եւ նահատակության տարերու վկաներս, կանչված ենք այսօր մերձավոր արևելքի եւ աշխարհի մեջ շարունակական պատերազմներու ժամանակաշրջանին, մեր կյանքով եւ արյունով վկայելու Քրիստոսի նկատմամբ մեր հավատարմությունը, ամրապնդելով կթության եւ քրիստոնեական սիրո վրա արմատացած մեր հավատքը։ Ահավասիկ այս է գոչումը ըստ Դանընգիրիգիո Գաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարքին, որ վերաբահված է հայ հավատացյալին։ Ասկե մեկնելով անհորդորեց հիշել Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ այս է իմ պատվերս, որ սիրեք զիրար, ինչպես ես ձեզ սիրեցի, եւ դարձյալ գհորդորե մեզի չկա ավելի մեծ սեր, քան իր կյանքը տալ բարեկամներուն համար։ Հետևելով Քրիստոսի մեր փրկչի եւ Տակավորի օրինակին, ըսավ ապա հոգևորդերը պետք ենք նորոգել ավետարանին քաջությամբ եւ հավատարմությամբ վկայելու մեր անձնառությունը, խաղաղություն եւ սեր բերելու աշխարհին։ Այս արդիվ
Մենք ուրախությամբ կհայտնենք մեր մոդիգությունը եւ մեր աղոթքը Ֆրանցիսկոս Քահանայապետի իրավահաջորդ Լևոն 14-րդ պապին, որուն որդիական սրտով կմաղթենք օրնություններով լի արկասապեր ծառայություն։ Ռաֆայել Պետրոս 21-րդ հոգևորդերը ի վերջո ավարտեց իր կարոզը, նախանշելով 3 հիմնարար խոսքեր Քրիստոսի հետ մեր ուղևորությունը շարունակելու համար. խոնարհություն, որ մեզ բաց կդարձնե Աստուծո կամքին, բարձություն, որ կօգնե մեզի ապրիլ մաքրությամբ եւ վավերականությամբ, եւ կթություն, որ կմղե մեզ սիրելու անվերաբահորեն, վկայելով ավետարանը հետևողականորեն եւ արադածերնությամբ։ Այս առաքինություններով միասին գալենք դեպի հարություն, արած Քրիստոսի նոր կյանքի նպատակը, ըսավ հայ կաթողիկ եկեղեցու հովվապետը եզրափակելով իր կարոզը։ Պատարագի ավարտին արևելյան եկեղեցիներու վերադեսուչ կարդինալ Կլաուդիո Գուջերոտին ուղեց ողջունի խոսք հայերենով եւ իտալերենով, փոխանցելով Լևոն Բաբի ողջակրումը։ Անհիշեց Սուրբ Գրիգոր Նարեգացիի դիեզերական վարդապետ հրճակվիլը հանգուցյալ Ֆրանցիսկոս Բաբին ցանկությամբ։ Կարդինալը անդրադարձավ հայ ժողովրդի դարաբանքներուն, հիշեց 24 ապրիլը ու գոչ ուղեց միապանության զգուշացնելով, որ պարակտումները կմնան հավերժ։ Անընդգծեց հայերուն մոդիգությունը Քրիստոսի խաչին եւ հրավիրեց հբարդանալ կաթողիկ եկեղեցվո պատկանելությամբ, գոչելով զիրենք Եզակի Մարգարիտ։ Կարդինալը շեշտեց, թե Մարգարիտը պետք է խնամվի, ինչպես նաեւ հույսի դարվա ուխտակնացությունը նվիրված է նորացման։ Վերջապես կարդինալը գոչ ուղեց աղոթելու նորընդիր քահանայապետ Լևոն 14-րդ պապին համար։